Այժմ պարոն Բարսեղյան, դուք կարող եք հարցնել։ Պարոն Ղուկասյանը այստեղ չէ, բայց ես չեմ կաշկանդվում իրեն իմ հարցերը ուղղել։ Հավանաբար հետևում է եւ կարող է վաղը մյուս օրը պատասխանել։ Եթե հանկարծ ստացվի այնպես, որ պարոն Ղուկասյան դառնաք քաղաքապետ, տեղական հեռուստատեսությունը եթերազրկելու նոր նախաձեռնություններ ունենալու եք, ինչպես ունեցաք 2007-8 թվականներին Գալա հեռուստաընկերության դեմ։ Ձեզ վերագրվող ապօրինի գույքի հարցով պետության հետ հաշտություն կնքելու եք, թե հաշտություն չեք կնքելու գնաք մինչև վերջ։ Կարող է մի օր քաղաքացիական պայմանագրի անդամ դառնաք։ Լավ է անմեղ մարդկանց քրֆելը։ Այս 4 հասարակ հարցերը խնդրում եմ պատասխանեք։ Բայց ճիշտ է որ հարց տալ, երբ որ պատասխանողը չկա։ Իսկ ճիշտ է չգալես բանավեճին։ Դե արդեն իր ընտրությունն է։ Չի ուզում չի պատասխանի։ Արձագանքի իրավունք ունեմ, չէ՞ ես 30 վայրկյան։ Այո, 30 վայրկյան կարող եք արձագանքել։ Պարոն Մինասյան, ասել եք այսօր, քանի որ իրենք հայտարարել են 8-ը 1-ի դեմ խոսելով մեր մասին, կոնկրետ անուն չեք տվել։ Ով է հայտարարել։ Ես հայտարարել եմ նման բան։ Դուք հայտարարել եք, որ չեք միանալու քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա չեն կազմել։ Եթե բոլոր ներկայացուցիչները հայտարարել են, նշանակում է 8-ը 1-ի։ Բոլորը այդպիսի բան չեն հայտարարել։ Եվ նման բաներ ներողություն։ Վարչապետը ասել է, որ ապօրինի գույքը պաշտպանելու համար են այս մարդիկ հավաքվել, բացառությամբ ԿՊ ներկայացուցչի։ Ալեն Սիմոնյանը ի պատիվ իրեն այսօր ներողություն խնդրեց համանման մի բան ասելու համար եւ այլն։ Ես ասել եմ նման բան, քանի որ իրենք հայտարարել են 8-ը 1-ի դեմ, իրենքի մեջ ես եմ, նման բան ես չեմ հայտարարել։ Պարոն Բարսեղյան, ափսոսում եք ձեր ասածի համար։ Պարոն Բարսեղյան, հիմա լսում եք պատասխանը վերաբերում է, որ 8 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում եւ դուք հայտարարել եք, որ չեք միանալու, նշանակում է բոլորը։ Պարոն Բարսեղյան, դուք հարցը տվեցիք, հիմա կոնկրետ իմ դեմ, եթե դուք չեք կիսում այդ կարծիքը, Կարծիք չէ, ախր ես հայտարարել եմ որևէ Պարոն Բարսեղյան, մի խոսքով հասկանալի է, եւ վերջինը 1000 վերջին չկա, ավարտվեց։ Հա, դե այդտեղ հասանք բացատրեմ ձեզ։ Ձեր սահմանած նորմաները ես այդտեղին չէի գրում, էդ էի գրում 17 րոպե գերազանցվել է, ես ոչ մի վարքյան չեմ գերազանցել։ Եթե երաշխավորում եք, որ դրա 1/8-ը ես օգտագործելու եմ, ես հիմա հարցս կավարտեմ, այլապես տվեք ինձ այդ Դուք երկու անգամ կես րոպե խոսացիք, մի հատ էլ միջամտեցիք։ Պարոն Բարսեղյան, բանավեճը ընդհանուր դեռ չի ավարտվել, հիմա մենք կունենանք նորից 6 րոպե։ Եթե ավել խոսացած ժամանակը բաշխվելու է բոլորի վրա համահավասար եւ ես օգտվելու եմ դրա 1/8-ից, ես լռում եմ հիմա։ Լռեք։ Պարոն Բարսեղյան, հիմա 6 րոպե կունենանք քննարկման համար հաջորդ հարցի ժամանակ եւ դուք կարող եք խոսել։ Չէ, իմ հաշվին չի լինելու այդ 6 րոպեն։ Հնարավորինս քաղաքավարի ես բացատրեցի 17 րոպե Շնորհակալություն։ Ձեր հայտարարած նորմերը, որի տակ մենք ստորագրել ենք, ես եմ հիմա մենք խլում ենք համբերական խելոք կանգնած լսում ենք, այդ չի նշանակում, որ անգինային ցեներս դուրս չի գալիս։ Շնորհակալություն։ Այժմ տեխնացուները կպատասխանեն մեր հարցին, կանոնը նույնն է։